Պատգամավորից մինչև բարձր էշելոններ նրանք օր ու գիշեր հիմա էլ Արևմտյան Ադրբեջան են թմբկահարում։ Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղղություններով։ Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան են համարում ու մասնագետն ասում է, մինչև հայերը միամտաբար կարծում են, թե Բաքուն Արևմտյան Ադրբեջան խոսույթը հորինել է հակակշռելու Արցախի հիմնահարցը, Ալիևն այն ակտիվ զարգացնում է։ Պատգամավորները ելույթներ են ունենում, գրառումներ անում, Բաքվի մեդիան էլ է հիմա լցված այս խոսույթով։ Ռաշադ անունով այս տղան ասում է, եթե Հայաստանում կարծում են, թե ադրբեջանական պահանջների կատարումը կհանգեցնի նրան, որ իրենք հրաժարվեն Արևմտյան Ադրբեջան հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Բաքուն պահանջում է վերականգնել 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, որոնք վտարվել են էթնիկ զտումների արդյունքում։ Երևանում հավանաբար հույս ունեն, որ եթե հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքուն կհրաժարվի այդ պահանջից, իսկ փոխարեն Հայաստանը կհրաժարվի Մինսկի խմբի ծառայություններից։ Դրա մասին Հայաստանը թող նույնիսկ չի երազի։ Երազներում խաբվելով են իրենք թերևս այսպիսի պատկերավոր նկարագրություն տեսնում, վերագրում Հայաստանին։ Հայ մասնագետները դժգոհում են, երբ ադրբեջանական կողմն այս խոսույթն է զարգացնում, հայկական կողմից հակընդդեմ պահանջ կա արցախահայերի վերադարձի վերաբերյալ։ Մանավանդ երբ պնդում են, թե խաղաղության համաձայնագրի տեքստում ոչ մի միակողմանի զիջում չկա։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից, կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները ցակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիան առաջ տանելու մենք ունենք չունենք դրա մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ-որ կետեր նախատեսենք իհարկե չէ 3 տարի է Արևմտյան Ադրբեջան կոչված կայք են գործարկել հեռուստաընկերություն ունեն ՀԿ-ներ են ակտիվ աշխատում ամբողջ հայկականը ադրբեջանական են ներկայացնում իբր Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց պատմական հողն է Ալիևն ի դեպ այս թեզերն ակտիվացնել սկսեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ Հիմա երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է սա մեր օրակարգային հարցն է Փորձում են Հայաստանի տարածքին այլ անվանում վերագրել, բայց ինքնին ծրագիրը դա քաղաքական զավթողական ծրագիր է, որը Ադրբեջանը առաջ է մղում։ Խորքային մի կոնցեպտ է մշակել, թե իբրև այդ տարածքը դարերով պատկանել է ադրբեջանցիներին, հայերը ապօրինաբար եկել են այս տարածք, ցեղասպանել են ադրբեջանցիներին, խլել են եւ հիմա իրենք ապագայում պետք է պայքարեն պատմական արդարության վերականգնման համար։ Իրենք արդեն խնդիրներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության գոյության համար, իցույց դնելով իրենց տարածքային նկարտումներն ու զավթողական ծրագրերը։ Այս օրերին ի դեպ նրանց պաշտպանության նախարարությունն էլ ապատեղեկատվություն տարածելիս հաղորդագրություններում նկատենք Հայաստանի տեղանունների այլ ադրբեջանական անուններ էր գործածում։ Մեր պետության տարածքն այլ անունով են կոչում կեղծ պատմական արդարություն, ցեղասպանություն, էթնիկ զտում կոնցեպտը տիրաժավորում։ Անթակույց հաստատում, որ իրենց խնդիրը միայն Արցախը չէր, նկարտումներ ունեն նաև Հայաստանի նկատմամբ, ու դա անկեղծորեն ցցուն ցուցադրում է զավթիչը։ Չի հիշում, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին, եւ որ Հայաստանի ամենատարեց տատիկը ավելի ալեհեր է, քան Ադրբեջանը։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։